Մայր Հայաստանի համաժողովի հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր, Մայր Հայաստանի հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում ենք բոլորիդ 2026-ը հիրավի պատմական եւ շրջադարձային է լինելու Հայաստանի Հանրապետության ճակատագրի համար եւ ընտրական գործընթացներին ընդառաջ հրապարակային գործունեության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վերաբերյալ շատ օբյեկտիվ եւ շատ արդարացի կլինի նայել թե յուրաքանչյուր ով ինչ ճանապարհ է անցել հաշվետու ժամանակահատվածում եւ ով ինչ այցեքարտով է մոտենում հանրությանը ընտրական գործընթացներին ընդառաջ 2023 թվականին որ հիմնադրվելով որպես շարժում Մայր Հայաստանը անմիջապես ներգրավեց ընտրական գործընթացների մեջ եւ քաղաքացու քվեն ստացավ Երևան քաղաքում եւ ըստ էության լուծեց այն նվազագույն խնդիրը, որ քաղաքացիական պայմանագիրը չստացավ իշխող մեծամասնության հնարավորություն եւ միայն խարդավանքների արդյունքում կարողացան զավթել քաղաքային իշխանությունը։ Բայց մենք մեր ձեռքերը վար չդրեցինք եւ մասնավորապես 2025 թվականը սկսելով տրանսպորտի թանկացման դեմ 3 ամիս մենք եղել ենք փողոցներում քաղաքացիների հետ բոյկոտ ենք կազմակերպել եւ ստացվել է եւ առաջին հերթին Մայր Հայաստանի կազմակերպած բոյկոտի արդյունքում է որ այսօր հանրային տրանսպորտը չեն դարձրել 300 դրամ եւ քաղաքացին թարս ապտակ է տվել քաղաքային իշխանություններին Մայր Հայաստանը 25 թվականին նաև երկու ընտրական գործընթացի է մասնակցել եւ Գյումրիում եւ Էջմիածնում եւ արձանագրել պատկառելի արդյունքներ եւ ահա ընտրական գործընթացներով է որ քաղաքական ուժը ցույց է տալիս իր կենսունակությունը մենք ընտրություններից մի քանի ամիս առաջ չէ որ հայտնվել ենք արենայում ասենք եկել ենք հայրենիքը փրկենք մենք քաղաքական գործընթացների մաս ենք կազմում առաջին հերթին ամենատարրական սոցիալական քաղաքացու էլեմենտար խնդիրների լուծման ճանապարհին մեր մանդատը իրականացնելով, մեր վճռական խոսքը հնչեցնելով եւ նաեւ քաղաքական գնահատական տալով երկրի ճակատագրի հետ կապված այս խայտառակ ու անամոթ քաղաքականությանը։ Այժմ գործընկերներս հանգամանալից կանդրադառնան այդ դրվագներին, ուզում եմ մի հակիրճ մեջբերումով ամփոփել խոսքս մեջբերման սկիզբը Չինովնիկը իրականությունից կտրվելու եւ լկտիանալու հակում ունի։ Չինովնիկի կաբինետում ամռանը միշտ զով է, իսկ ձմռանը միշտ տաք է։ Եվ եթե մի օր ես կդառնամ չինովնիկ, կկտրվեմ իրականությունից, կլկտիանամ, կոչ եմ անում քաղաքացիներին գալ իմ վզակոթից բռնել եւ դուրս վռնդել այդ կաբինետից Եվ դա անելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ո՞վ է այս խոսքերի հեղինակը, ժողովուրդ։ Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Ուստի եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը։